Աստվածաշնչի ամենաերկար պատվիրանը սկսվում է հետևյալ կերպ. Հիշիր շաբաթ օրը նրան սուրբ պահելու համար 6 օր աշխատիր, քո բոլոր գործեր արա, բայց 7-րդ օրը քո Եհովա Աստծո հանգստության օրն է։ Ոչ մի գործ չգործես, ոչ դու, ոչ քո որդին, ոչ քո ծառան, ոչ էլ քո աղախինը։ Թվում է, թե Աստված արդեն ժամանակներից առաջ գիտեր, որ պետք է այս պատմությունը շատ մարդկանց կողմից մոռացության մատնվի։ Դրա համար Աստված հիշեցրել է, որ պետք է հիշել այս պատվիրանը։ Սա միակ պատվիրանն է, որը սկսվում է հետևյալ կերպ. հիշիր շաբաթ օրը։ Աստված մտածել է մեզանից յուրաքանչյուրի համար, մեր հանգստության համար եւ տվել է հնարավորություն, տվել է պատվիրան շաբաթվա ընթացքում 1 օր անցկացնել Աստծո հետ, անցկացնել հանգստի մեջ։ Դրա համար իմ կոչն է այսօր ձեզ, որ այն պատվիրանը, որը դարերից ի վեր տրվել է մեզ, այսօր էլ արդի է այն մոռացության չմատնել եւ հանգստանալ։ Այդ օր Աստված տվել է մեզ, որպեսզի մենք ավելի շատ ժամանակ անցկացնենք Աստծո հետ, մեր ընտանիքի հետ եւ մեր հարազատների հետ։ Ես Հովսեփ Սահակյանն եմ, 7-րդ օրվա Ադվենտիստների եկեղեցու հովիվ։ Եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը, բաժանորդագրվեք իմ ալիքին, հավանեք եւ կիսվեք այս տեսանյութով ձեր ընկերների հետ։